Օրերս պետական եկամուտների կոմիտեի նախաբաց թողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից Մետեքսիմ տերմինալ մաքսային պահեստում զննման է ենթարկվել Ալֆրեդ Հարությունյանի անունով Բագրատաշենի մաքսակետով ներմուծված բեռը, որում ըստ հայտարարագրի եղել է 456 կիլոգրամ ընդհանուր քաշով օգտագործված անձնական հագուստ եւ այլ ապրանքներ, որոնց մեջ զննման ժամանակ հայտնաբերվել է զինամթերք, մասնավորապես 248 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի փամփուշտ, 15 դատարկ պարկուճ, 6 տուփ մանրագնդակ, 10 հատ գաղտնի փականով տարբեր չափերի եւ ձևերի դանակ, ռադիոկապի 2 միջոց, լիցքավորված գազի 2 բալոն, փայտե 1 խտանյութ, հրազենի 1 փայտյա եւ 2 մետաղյա մասեր։ Փասի արդիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նուբարաշեն B9 թաղամասի 14 տան բնակիչ Հակոբ Հովսեփյանն իրականացնում է կահույքի ապօրինի արտադրություն։ Արտադրամասը գործել է առանց համապատասխան պետական գրանցման։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Վալնցյան 61 ԱՀՍ-ում հայտնաբերել են քաղաքացի Ռոբերտ Ասվածատրյանին պատկանող կոշիկի ապօրինի արտադրամաս։ Գործերով իրականացվում է վարչական վարույթ, անօրինական գործունեության հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտելու համար։